Կասեմ այսպես, սիոնիստները կամ լավ չեն կարողանում ստել, վատ են ստում, ամեն ինչ չեն կարողանում ստել։ Ես ամեն ինչ պարզ տեսնում եմ, ես տեսնում եմ ճշմարտությունը, ես ճշմարտությունը գտել եմ, գտնում եմ, գտնելու եմ, ու մի օր ձեզ էլ են գտնելու, չկարելի է հավերժ դեմոկրատիայի հետևը պահկվել, ինչպես և չի կարելի հավերժ պահկվել խոսքի ազատության ետևում և ինչ ասես դուրս տալ։ Մնայուն են միայն բնական, օբյեկտիվ, տիեզերական կանոնները, ոչ թե խոսքի ազատություն, հələ մի հատ պատկերացրեք, տիեզերական օրենք, խոսքի ազատություն, դեմոկրատիա, երկու բառ, դեմոկրատիա, կրատոս, կրատիա, վերցրել կպցրել են իրար, այ մարդուկներ, դուք գիտեք, ծիծաղելի է, դուք գիտեք ինչ հորինեցիք դառնալու է օբյեկտիվ բնական տիեզերական օրենք, թե դուք, չգիտեմ, Աստված, չգիտեմ, տիեզերքը ձեր բերանով է խոսում, այնպես որ կա դեմոկրատիա, խոսքի ազատություն և այլն, դա ինչը մի օր էնենց հափլվելու, էնենց խայտառակ, ամոթալի, խղճուկ, խեղճ, թուլամորթ ձևով հափլվելու, որ ուղղակի մարդիկ զզվանք, նողկանք են ապրելու այդ ամեն ինչից, այդ տեսարանից, ինչ մեծ էր պաթոսը ու ինչ խղճուկ տեսարան է ողորմելի, երբ որ այդ պաթոսը կրող այլանդակները գործառվում են, այ թե ով է մեզ խոսում, իսկ խոսքի ազատությունն իրենից ներկայացնում է, ոչ թե խոսքի ազատություն բոլորն ունեն, եթե ունեն բերան ու բերանը ոչ ոք չի փակել, այլ հարց է, որ մարդը չի կարող իր ասածների համար պատասխան տալ կամ չի կարա ասի այն ինչ որ ուզում է ասի ու իրեն չդատեն, բերնին չստանա, դա նշանակում է, որ ինքը չունի ուժ, խոսքի ազատություն ունենալու համար պետք է ունենալ ուժ, դու պետք է լինես մեկը, ով կարա ասի ինչ որ ուզում է ասի ու պատասխանատվություն չկրի, իսկ ներկայիս խոսքի ազատությունը ուղղակի, հեսա կասեմ ինչ